2008-ի նախագահական ընտրություններից ի վեր իշխող Հանրապետական կուսակցությունը և նրա ղեկավարը համապետական բոլոր ընտրություններում պարտություն են կրել Գյումրիում։ Դեկտեմբերի 6-ի հանրաքվեում ևս Գյումրին ոչ ասաց Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրությանը։ Այստեղ ի տարբերություն Հայաստանի մյուս քաղաքների տեղական մի քանի անկախ լրատվամիջոցներ կան, որոնք ազդում են մարդկանց քաղաքական որոշումների վրա։ Փետրվարի 25-ին Գյումրիում Civitas հիմնադրամի կազմակերպած հանրային քննարկման թեման սա էր. ինչպես է մեդիան ազդում քաղաքացիների քաղաքական որոշմանը և կողմնորոշմանը Գյումրիում։ Գյումրիի Գալա հեռուստաընկերության լրագրող Արմենուհի Վարդանյանի կարծիքով միայն տեղական լրատվամիջոցներով չէ պայմանավորված Գյումրիի ընդդիմադիր կեցվածքը։ Այնպես չէ, որ մենակ անկախ կամ ազատ մեդիան է, որ օգնում է գյումրեցիներին ընտրությունների ժամանակ ճիշտ կողմնորոշվել։ Հայլուր լրատվականն էլ կարող եմ ասել, որ շատ օգտակար ազդեցություն է թողել, երբ դեկտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանի ելույթը հրապարակեց խորհրդակցությունը, որը մենք կբարեկարգենք Գյումրիի փողոցները, ու սա լայնորեն պրոպագանդեցին համապետական սփռման բոլոր լրատվամիջոցները, այսպիսով նրանք այո աջակցեցին, որ գյումրեցին հասկանա, որ գործ ունի անլուրջ համակարգի հետ ու իշխանություններին գնա ու ոչ ասի։ Քննարկման մյուս բանախոսները մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Գեղամ Վարդանյանը և Civitas հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը Գյումրիում լրատվամիջոցների հարաբերական ազատությունը պայմանավորում են նաև այստեղի յուրահատուկ քաղաքային միջավայրով։ Ուզում եմ ասել, որ այո, բրավո, Գալա, մյուս հեռուստաընկերություններ, բոլոր լրագրողներ, բոլոր այսպիսի մտավորականներ, բայց կրկնում եմ, ավանդույթների, մշակույթների ծնունդն է այս ամեն ինչը եւ ոչ թե որ այստեղ տաղանդավոր լրագրողներ կան։ Տաղանդավոր լրագրողներ կան նաեւ Ստեփանակերտում, կան նաեւ Սևանում, որոնք փախչում են այնտեղից, հասկանում եք, իսկ այստեղ այս լրագրողների, այս լրատվամիջոցների ներկայությունը պաշտպանված է հասարակության կողմից։ Դու լոկալ մեդիա ես, դու ուղղակի լուր տվող չես, դու համայնքի մասն ես, այսինքն մարդը իրեն դիրքավորում է եւ գործում է որպես համայնքի մաս կազմող կազմակերպություն։ Ինքը շատ ակտիվ լուսաբանում է համայնքային կյանքը, ինքը համայնքային կյանքը կազմակերպում է ավելին։ Հետաքրքրական է, որ գյումրեցիները համապետական ընտրություններին ակտիվ քաղաքական դիրքորոշում են ունենում, սակայն համայնքային ընտրություններում նման ակտիվություն չկա։ Գեղամ Վարդանյանի այս հարցմանը պատասխանեց քննարկման վարող Civilnet-ի քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը։ Տեղական ինքնակառավարման ընտրությունների մակարդակում լրիվ այլ դրամաբանություն է սկսում աշխատել, երբ որ ընդդիմությունը այնտեղ գրեթե չէ ներկայացված չկա, քաղաքական համակարգի որևէ դրամաբանություն այնտեղ չի աշխատում եւ աշխատում են այն մարդիկ, ովքեր այլ հարթության մեջ են։ Բանախոսները ընդգծեցին լրատվության տարածման նոր միջոցները, հատկապես ուղիղ հեռարձակումը։ Թաթուլ Հակոբյանը օրինակ բերեց 2013-ի նախագահական ընտրարշավը։ Ռաֆի Հովհաննիսյանը դուրս էր եկել, ասում էր լիսկա, իջի, մի ընդ որում այդ բանի առաջը, պարսպետարանի առաջ, դու պատկերացնում ես, եթե եթերում, Civilnet եւ Ազատություն ուղիղ եթերում։ Դա եմ ուզում ասել։ Այս կամերաները որ դրված են, չէ՞, յուրաքանչյուր միայն Հայաստանում չէ, յուրաքանչյուր իշխանության ախորժակը բանանելու միջոց է, զսպելու միջոց է, որ քիչ ծեծեն մարդկանց, քիչ սպանեն մարդկանց, քիչ կեղծեն եւ այլն եւ այլն։ Էսա նաեւ մեդիայի դերը, որպեսզի նրանք ինչ որ իմաստով աչք են, որոնք թույլ չեն տալիս։ Դուք պատկերացնում եք Ռաֆի Հովհաննիսյանը առանց կամերայի գնա, ասենք, ասի լիսկա դե դուս արի։ Լիսկան դուս չի գա, ուղղակի այնտեղ պատուհանը բանկանի ու մի կրակոցով այլևս Ռաֆի Հովհաննիսյան չենք ունենա։ Ինտերնետի տարածման եւ դրա արագության մեծացմանը զուգահեռ փոխվում է նաեւ մեդիայի հնարավորությունները։ Ավելի շատ մարդիկ են տեղեկությունը ստանում առցանց։ Եթե 2007-ին Գալան ցանկանում էին փակել ընդդիմության գործունեությունը լուսաբանելու համար, 2008-ի մարտին խլացնում էին Ազատություն ռադիոկայանը եւ սահմանափակում լրատվամիջոցների ազատությունը, ապա 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ խափանվեց Գալայի կայքը, երբ անընդհատ հրապարակումներ էր դնում ընտրախախտումների մասին։ Քննարկման բանախոսները չեն բացառում, որ քաղաքական որոշակի պահերի կսահմանափակվի եթե ոչ ինտերնետի ազատությունը, ապա արագությունը։ Մարդիկ, ովքեր ուզում են փոփոխություններ իրենց երկրում, ունեն այդ հնարավորությունը սոցիալական մեդիայի օգտագործման, ինտերնետը ինչքան բաց է, ինչքան արագ է, այդքան հնարավորությունները մեծ են,
այստեղ տարբերություն կա, որ ինտերնետը դանդաղեցնելու կամ փակելու գործիքները որոշակի մարդկանց ձեռքին են։ Սոցիալական մեդիան եւս դարձել է քաղաքացիների քաղաքական կողմնորոշման աղբյուր։ Սոցցանցերում շատերը մի քանի հազար հետևորդներ ունեն, սակայն որակյալ տեղեկատվություն ստանալը շարունակում է խնդիր մնալ։ Հասարակությունը մեծ հաշվով պատրաստ չէ վճարել դրա համար։ Իմ կարծիքով Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը միջին խավ կամ չունենալն է կամ փոքր թվով մարդկանց ունենալն է, որոնք միջին խավ են։ Ինչքան այդ միջին խավը աճի եւ ինչքան այդ աղքատների արարածների միջև լծվի այդ շերտը մարդկանց, ովքեր որ ինքնաբավ են, ովքեր որ միջին խավ սահմանվանը համապատասխանում են, այդքան այդ մարդկանց թիվ, ովքեր որ պատրաստ են իրենց ամսական բյուջեից փոքր վճարում անել իրենց համար վստահելի եւ ազատ լրատվությունը մեծ հաշվով մեդիան ստանալու համար, այդքան վիճակը կփոխվի։ Քննարկման բանախոսները քաղաքացիներին խորհուրդ տվեցին զտել տեղեկատվության աղբյուրները իրականությունը ճիշտ հասկանալու համար։